Հիսուսանման խոնարհություն Ավետարան Ցիթենին Շայվլի քրիստոնյա եկեղեցիի բադանիները, որոնց հովիվն էր Դեյվ Ստոն, խիստ մրցակից էին իրենց թրացի Շայվլի մկրտչական եկեղեցիին հետ ամեն բանի մեջ, իմասնավորի ձեռնաքննադի խաղալու։ Անոնք նույնադեն շատ բծախնդիր էին իրենց քրիստոնեական վարմունքով և հավատարմորեն կհաճախեին ամառնային Սուրբ Քրոց համակումարը, որ իրենց երիտասարդ հովիվը կառաջնորդեր։ Շաբաթը Սուրբ Գիրքի դասը Հիսուսի իր աշակերտներուն ոտքերը լվալու մասին էր։ Հովհաննու 13-րդ գլուխեն ծառայության դասը տպավորիչ դարձնելու համար պատվելի Ստոն աշակերտները խումբերու բաժնեց և ղրկեց զանոնք, որ երթան և ծառաներ ըլլալու գործնական կերպեր գտնեն։ Կուզեմ, որ Հիսուս ըլլաք քաղաքին մեջ հաջորդ 2 ժամերուն, ըսավ ան։ Եթե Հիսուս հոս ըլլար, ինչ պիտի ըներ։ Նայեցեք, թե ան ինչպես պիտի օգներ մարդոց։ 2 ժամ վերջ պատանիները կրկին հավաքվեցան հովիվին տան մեջ և տեղեկություն տվին իրենց փորձառություններու մասին։ Խումբը դարեց մարդումը փագ մաքրած էր։ Ուրիշ խումբը բաղբաղակ գնաց և եկեղեցիի մի քանի այրիներուն տարած էր։ Երրորդ խումբը հիվանդ անդամը այցելած էր հիվանդանոցին մեջ և քարտ մտված էր անոր։ Ուրիշ խումբը ծերանոց գացած և ծնունդի երգեր երգած էին։ Այո, օգոստոսի 50։ Տարեց կինը ըսած էր, թե ասիկա ամենադակ ծնունդն էր, որ կհիշեր։ Սակայն երբ 5-րդ խումբը կայնեցավ տեղեկացնելու իրենց ըրածը, ամեն մարդ հառաչեց։ Այս խումբը գացած էին իրենց մրցակից եկեղեցիին Շայվլի մկրտչական և հարցուցած էին պատվելիին, թե արդյոք գիտեր մեկը, որուն կրնային օգնել։ Եկեղեցիի հովիվը զիրեն ղրկած էր ծերունի տիկնոջ մտունը, որուն պարտեզը շատ գործ կար։ 2 ժամ այս խումբին պատանիները խոտը կտրեցին, տերևները հավաքեցին և ցանկապատը կոկեցին։ Երբ կպատրաստվեին մեկնելու, ծերունի կինը խումբը կանչեց և շնորհակալություն հայտնեց իրենց ծանր աշխատանքին համար։ Չեմ գիտեր ինչ պիտի ընեմ առանց ձեզի, ըսավ ան։ Շայվլի մկրտչականի պատանիները միշտ կուքան զիս ազատագրելու։ Շայվլի մկրտչական, ընդդիմեց պատվելի Ստոն, հուսամ ըսիք այդ տիկնոջ, որ դուք Շայվլի քրիստոնեական եկեղեցիին կպատկանիք։ Ոչ, բան մը չըսինք, պատասխանեցին պատանիները։ Չկարծեցինք, թե այդ ըսելը կարևոր էր։ Կողոսացիս 3-րդ գլուխ 20-րդ համար գսե. Ինչ որ գնեք, սրտան ցրեք, որպես թե Տերոջը ու ոչ թե մարդոց։ Ամեն։